Պարոն Հակոբյան, քանի որ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կարծիքի ազատ արտահայտության, տարակարծության ապահովման գործառույթ ունի սահմանությամբ իրեն վերապահված, կուզեի գնահատական տայիք, որ մեր հարկերից ծնվող հանրային հեռուստաընկերությունը, օրինակ, այսպես համառորեն չի անդրադառնում Ռուբեն Վարդանյանի, Բաքվում պահվող մեր մյուս գերիների դատավարություններին։ Այդ հարցը փորձում են լուսանցքից դուրս թողնել։ Ինչպես կմեկնաբանեք։ Ես գիտեմ այս խնդիրը, ես կիսում եմ ձեր մտահոգությունը, բայց ես ուզում եմ հստակ մենք հասկանանք բոլորիս լիազորությունների սահմանները։ Հանրային հեռուստաընկերությունը ունի իր կառավարող մարմինը, դա հանրային հեռարձակողի խորհուրդն է, եւ մենք այդ բովանդակային բաների մեջ, իրենց բովանդակային վեճերի մեջ կամ բովանդակության մեջ իրավունք չունենք։ Մենք ընդհանրապես խմբագրական քաղաքականության միջամտելու իրավունք չունենք։ Մենք իրավունքը մեր սահմանափակվում է օրենսդրությամբ։ Օրենսդրության մեջ գրված չի, որ այս կամ այն հեռուստաընկերություն պարտավոր է այս կամ այն բանը ցույց տալ։ Չգիտեմ ճիշտ։ Որևէ լծակ չունեք, խախտում հասկանում եք, որ կա, բայց խախտում չի ինքը օրենսդրական խախտում չի։ Իհարկե շատ ճիշտ կլինի, որ այդ ամեն ինչը լուսաբանվի։ Սա շատ ճիշտ կլինի լուսաբանվի։ Ձեր մտահոգությունը կիսում եմ, բայց գիտեք, առանձնացնել հանրայինը, որ մեր հարկատուի հաշվին է, ես մի անգամ ասել էի, դուք նեղացաք ոնց որ թե, Տեկին հա։ Ես ասել եմ, որ բոլոր հեռուստաընկերությունները ծնվում են մեր գրպանից, որտեղ այդ գումարները, որ ակումուլացվում է, գովազդի միջոցով կլինի, թե հիմնադիրների միջոցով, դա ամբողջը հասարակ հարկատուի գրպանից է գնում։ Բոլորը այդ պատասխանությունը պիտի կրեն։ Աշխարհում շատ քիչ տեղ կա, որտեղ հանրային հեռարձակողի բովանդակությունը մյուսներից տարբերվում է։ Պարոն Հակոբյան, հանրային հեռուստաընկերության է եւ ինքը ավելի մեծ, ճիշտ է, այդ համաձայն եմ իհարկե։ Պարոն Հակոբյան, Պետրոս Ղազարյանը հանրայինի եթերում Արամ Զավենիչի հետ հաղորդման ընթացքում անդրադառնում է սրբազան պայքարալուսաբանող լրագրողներին ու ռեպլիկներ է անում, այնտեղ իր շուրջը հավաքված լրագրողները, չգիտեմ, շրթունքները լվացել էին թե չէ, դուք որպես Ես հասկանում եմ, գիտեմ, խնդիրները շատ են, բայց այդքայից դուրս է ես որպես կարգավորող մարմնի ղեկավար, տեսեք, ես փորձեցի այստեղ որևէ անուն չեմ տվել, ոչ հեռուստաընկերության, ոչ վարողի, թույլ տվեք ես իմ այդ սահմաններում մնամ, հաշվի առնելով նաև ճիշտ նկատողությունը, որ այդպես հաղորդում լավ կլիներ չվարի։ Ձեր այդ իշխանությունները լավ են, եթե դուք որ ձեր կարծիքը հրապարակային հայտնեք, գուցե ձեզ լսեն, հատկապես որ ոդքասթ վարելու։ Mən հրապարակային եմ հանձնում, ես հրապարակային հələ շատ փափուկ եմ հանձնում, արտահայտում։ Իմ որոշ բաներում, փակ գախնի գրածներում կամ հեռուստազանգերում կամ հանդիպումներում ես ավելի կոշտ գնահատականներ եմ տալի եւ շատ ժամանակ, այո, իհարկե, ես այդ մարդն եմ եւ շատ ժամանակ ականջալուր եմ, Ինչքան հնարավոր է, ինչքանով տարբեր են մարդիկ, որտեվ այն դուք ինչ ասում եք այդ արատները, վերաբերում ոչ միայն հանրային հեռարձակողին, դա վերաբերում մեզ բոլորիս։ Առնայք, եկեք դա էլ հաշվի առնենք, Մենք շատ ժամանակ թիրախ ենք բռնում եւ փորձում ենք բոլոր մեղքերը, բարդել իրաց վրա, այդպես չի։ Մեր խնդիրն է։ Մեկը մյուսին պահելով, եթե մենք ավելի լավն ենք համարում հանրայինից, մենք գտնում ենք, որ ինքը վատն է, մենք ավելի լավ պիտի դրսևորենք էթիկայի նորմերը, բազմակարծությունը, բանից խուսափելը, բուլինգից, մենք բոլորս դա անում ենք, բոլորս նկատի ունեմ բոլոր լրատվամիջոցները, եկեք դրանից սկսենք էլ։